Քրիստոսով ձեռք բերված եւ հաստատված յուրահատուկ ազատություն ունենք, որ ունի իր սկզբունքները, principles, ազատագրում կապանքներից, պետք է որ վայելենք այդ Քրիստոսով բերված ազատությունը, ճանաչենք սահմանագիծը, այսինքն այդ ազատության թույլատրելի սահմանը միջև որտեղ է։ Դրա համար դիմենք Աստծո խոսքին, որ այդ խոսքը մեզ համար բացահայտի, սահմանը որտեղ է։ Կարդանք Գաղատացիներին գրված նամակի 5-րդ գլուխ առաջի համարից։ Ամուր կեցեք այն ազատությունով, որով Քրիստոս մեզ ազատեց եւ նորից ծառայության լծի տակ մի մտնեք։ Ահա ես Պողոսս ձեզ կասեմ, եթե թլպատվեք, Քրիստոս ձեզ օգուտ չի անի։ Դարձյալ ամեն թլպատվող մարդու կհայտնեմ, թե պարտական է բոլոր օրենքը կատարել։ Խափանված եք Քրիստոսից եւ շնորհքից ընկած, եթե օրենքով կուզեք արդանալ։ Վասնզի հոգով կսպասենք արդարության հույսին հավատքով։ Վասնզի Քրիստոս Հիսուսի մոտ ոչ թլպատությունը մի բան կարող է, ոչ էլ անթլպատությունը, հապա հավատք, որ սիրով կգործադրվի։ Դուք աղեք կվազեիք, ձեզով ետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդիք։ Այս դրդումը անկեչ այսինքն Աստծուց չէ, որ ձեզ կանչեց, քիչ մը խմորը, բոլոր զանգվածը կխմորե, բայց ես հույս ունեմ ձեր վրա Տիրոջմով, որ ուրիշ կեր բան մը չխորիկ, նա որ ձեզ կխռովեցնե, ինքը դատապարտություն պիտի կրե, ով էլ որ լինի, սակայն եղբայրներ, եթե ես տակավին թլպատություն կքարոզեմ, ալ ինչու կհալածվիմ, ուրեմն խաչի գայթակղությունը խափանված է, երանի թե արմատից կտրվեն նրանք, որ ձեզ խռովեցնում են, նրանք ովքեր որ ստիպում են նորից մտնել օրենքի տակ, վասնզի դուք ազատության կանչված եք եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունների պատճառ չլինի, հապա սիրով իրար ծառայություն արեք։ Վասնզի բոլոր օրենքը այս մեկ խոսքի մեջ ամփոփվում է, նորից կարդանք, ամբողջ օրենքը ամփոփվում է այս խոսքի մեջ, քո ընկերդ սիրես, քո անձիդ պես, ապա եթե իրար խացնեք ու ուտեք, զգույշ կեցեք, որ չլա թե իրար սպառեք։ Մեզ համար սիրելիներ, սա կենսական, կյանք տվող ազատություն է, որ Քրիստոս պարգևեց։ Բայց որպեսզի այս ազատության գերազանցությունը մենք տեսնենք, պետք է որ համեմատականություն բերենք։ Ինչու հետ համեմատենք։ Աշխարհում եղած ազատության հետ։ Freedom, liberty։ Գիտեք, մանավանդ վերջին տասնամյակների ընթացքում դա այս խոսքը ազատություն շատ է հորջորջվում։ Եվ ուզում են դեմոկրատիա եւ ազատություն ամեն տեղ հաստատեն։ Լավ է, գաղափարը լավ է, սակայն կան հարցականներ, որ պիտի բացահայտենք։ Ազատության սահմանումը, definition, մարդկանց գործունեություն, բնության եւ հասարակական օբյեկտիվ օրենքների փոխհարաբերությանը արտահայտվող կատեգորիա։ Դերևս սա գիտական մոտեցում է եւ մեզ շատ բան չի տալիս։ Մարդ արարածը ազատ է ստեղծված, մտածող, որոշում ընդունող։ Նրան հանձնված էր ամբողջ իշխանությունը, իշխեք եւ տիրեք բոլոր մնացած ստեղծվածների վրա։ Եվ Աստված այս ազատությանը սահման դրեց։ Եվ այդ սահմանը գտնում ենք Ծննդոց 2-րդ գլխում 16-17 համարները։ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու ու չարի գիտության ծառից մի ուտի, ինչ է սա։ Սահման է։ Քանզի այն օրը, որ ուտես, անշուշտ պիտի մեռնես։ Սահմանը դրված էր, եւ նրանք այդ սահմանը խախտեցին։ Ընկան սատանայի իշխանության տակ եւ ստացան մեղանչական բնություն։ Եվ սատանան այս հազարամյակների ընթացքում
մարդուն մեղքի լծակով պահում է, ստրկացրել է։ Բայց մյուս կողմից էլ տվել է շատ ազատություններ, որոնք Աստծու բարոյական արժեքների ոտնահարում են։ Ազատ եմ, ինչ կուզեմ կանեմ, ինչպես կուզեմ կապրեմ, մարդ չեմ սպանում, գողություն չեմ անում, ոչ մեկին վնաս չեմ տալիս։ Այո, թերևս իրենց ասածների մեջ ճշմարտություն կա այն իմաստով, որ քրեապես հետապնդելի արարքներ չեն անում։ Սակայն իրենց արածի մեջ շատ ավելի վատ բան կա, որ Աստծո բարոյական օրենքները ոտնահարում են, որտեղ երբ որ մեկ ասում է ինչ որ կուզեմ կանեմ, սա նշանակում է իր ազատությանը ինքը սահման չի դնում, որի պատճառով այսօր մենք ունենք պղծված հասարակություն եւ գնալով ավելի պղծվում է։ Մի շարք օրինակներ ձեզ պիտի բերեմ, որպեսզի ցույց տանք, որ այդ ազատությունը, որ սահման չունի, որ ինչ ուզում են անում են, ինչ հետևանքներ է ունենում։ 1976 թվականին Մոնտրեալի օլիմպիական խաղերում Միացյալ Նահանգները տասնամարտից դեկաթլոն, դեկա հունարեն բառն է 10 է նշանակում, տասնամարտից ոսկե մեդալ նվաճեց եւ դա համարեցին մեծ ձեռքբերում, որովհետեւ այն ժամանակ Խորհրդային Միությունը կար եւ նաեւ դեմոկրատական Գերմանիան ամենաշատ մեդալները նրանք են շահում։ Ով որ այս ոսկե մեդալը վերցնում էր տասնամարտի, համարվում էր ամենաատլետիկ մարզիկը, ամենալավագույն մկանային կազմվածք ունեցող անձնավորությունը։ Եվ դրա պատճառով այդ հաղթողը մեծ նշանավոր մեկը դարձավ, ամբողջ աշխարհը նրան ճանաչեց եւ նրա անունը Բրուս Ջեներ էր։ Ինչ ենք ասում էր, որտեղ փոխվեց։ Այս մարդը ոսկե մեդալը տարավ, ամբողջ աշխարհին հայտնի եղավ։ 67 տարեկանում Սատանան խաբեց այս մարդուն եւ այս մարդը, որ ամենաատլետիկ անձնավորությունն էր համարվում, դարձավ կին, transgender, սերը փոխեց եւ անունը Բրուս էր, ասաց ինձ այլևս կանացի մի անուն դրեց, որ այդպես կանչեն։ Եվ հետեւյալ ասաց. իրագործվեց սրտիս ցանկությունը, տասնամյակներ փափագել է։ Հիմա եմ ճանաչում, թե իրապես ով եմ։ Իմ ինքնությունը ես ստացա։ Իր երեխաների համար մի ժամանակ պապա էր, դարձավ մամա։ Այլևս նրա հայրերի օրը չեն շնորհավորում, այլ մայրերի օրը, այսպիսի խեղկատակ վիճակի մեջ հայտնվեց, բայց ամենազավեշտականը հետևյալն է։ 2 օրվա ընթացքում մի քանի միլիոն մարդիկ սկսեցին իրեն հետևել, ասելով, որ մենք հիանում ենք քեզանով, դու դարձար մեր հերոսը, մենք քեզ սփորթ ենք անում։ ESPN հայտնի սպորտային կազմակերպությունը այս անձնավորությանը, էլ Բրուս չեն կարող ասենք, անունը փոխվեց, պարգևատրեց արիության շքանշանով, Medal of Bravery։ Սիրտը ուզում էր մարդ այդպես վարվեց, ոմանք ասում են, դուք էլ ընդունեք, այդ մարդու իրավունքն էր, ինչպես կուզի, այնպես էլ կվարվի։ Մի քիչ լայնախոհ եղեք էլի, open minded եղեք, մի քիչ հանդուրժող եղեք, tolerant եղեք մարդկանց հանդեպ։ Ինչ է սա, պղծություն է, Աստված քեզ արու էր ստեղծել, դու եք դարձար։ Ուրիշ մեկ օրինակ, սա էլ մի սարսափելի օրինակ է, ազատության, այսպես կոչված, մի աղջիկ ուզում է ամուսնանալ իր հարազատ բիոլոգիական հոր հետ եւ անպայման որոշել են, որ երեխաներ պիտի ունենան, 2.5 տարի է պիղծ կապի մեջ են։ Եվ այս աղջկա հետ հարցազրույց է վարել New York մագազինը
Եվ այդ աղջիկը ասել է, ամուսնությունից հետո պիտի բնակվենք Նյու Ջերսիում, որովհետև այդ նահանգը ընդունում է այսպիսի ամուսնություններ, կօրինականացնենք մեր ամուսնությունը եւ երջանիկ կապրենք։ Հապա այսօր որքան պայքար կա, գիտեք, ասենք 2 տղամարդ 3 կին, որ իրար հետ ամուսնանան։ Չեն երևում այդ մարդիկ, բայց հազարավորներ կան այսպես, որոնք պայքարում են օրինական իրավունք ստանալու համար։ Սա այդ ֆիլմի 3 գումարած 2-ը չի։ Սա պիղծ բան է, սրա հետևանքը պղծություն է։ Եվ այդ 5 անձնավորությունը իրար հետ համաձայնված են, որ սա պիտի դառնա մեր ընտանիքը։ Ապա ինչ կասեք, որ մի կին ուզում է շան հետ ամուսնանալ։ Եվ իր արգումենտն է բերում, այսինքն իրեն բավարարող պայմանը հետևյալն է, որ այդ շունը շատ մարդկանցից ավելի լավ է, որովհետև չի դավաճանում, հավատարիմ է մնում։ Այս եւ այսպիսի մեղսալից բաներ դեռ պիտի լսենք, աշխարհը գնալով ավելի պղծվում է սիրներ։ Նա որ սուրբ է, այսինքն Քրիստոս ունի, թող ավելի սրբության կյանք բռնի, նա որ պիղծ է, թող պղծությունով էլ այդպես գնա, մինչև վերջ։ Դա է։ Ազատության անվան տակ մեղսալից կյանք։ Գիտեք, սատանայի ամբողջ թիրախը ընտանիք հասկացողությունն է։ Այն ընտանիքը, որ Աստված հաստատեց, 1 արու եւ 1 էգ, 1 տղամարդ եւ 1 կին, սա է ընտանիքի հիմքը, բայց հարվածը գալիս է ընտանիքին։ Եվ մարդկանց գիտակցության մեջ այս հարաբերությունը սկսվել է փոխվել, որովհետև մարդիկ ազատություն են ուզում, անսահման ազատություն, ինչ որ ուզեն անեն, մարդ չենք սպանում, ինչ եք մեզ մեղադրում, գողություն չարեցինք, մեկին վնաս չտվեցինք, մեր ուզածն ենք ուզում անել։ Այս կարգի ճակերտավոր ազատությունները միջև ուր պիտի գնան։ Գիտեք, պատմության ընթացքում եղել են եւ հիմա էլ կան հասարակական ֆորմացիաներ են սրանք կոչվում, որոնք մերժում են ամեն տեսակ իշխանությունները եւ օրենքները անսահման ազատության սկզբունքով։ Սրանք կոչվում են անարխիստներ։ Եվ անարխիստների նշանաբանը հետևյալն է. Անարխիա մած պարյատկա։ Լսել եք այսպիսի բան։ Այսինքն անարխիան ամեն կարգ ու կանոնի մայրն է։ Եվ իրենց համար ազատություն անսահման, ոչ մի իշխանություն իրենց վրա եւ ոչ մի օրենք չեն ընդունում։ Բայց ազատություն առանց սահմանի քաոս է։ Իսկական ազատությունը ունի սահման, եւ այդ սահմանները որոշակի ընդգծում պիտի ունենան, մինչև որտեղ է այդ սահմանը։ Ազատության սահմանը մինչև որտեղ է։ Գիտեք, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան է տեղի ունեցել, այնտեղ հաստատել են մարդուն տրվող ազատությունները եւ դրանց սահմանները։ Ցավոք սրտի պիտի ասենք, որ այդ կոնվենցիայի մեջ աստվածային բարոյական օրենքները, չափանիշները խախտված են, սա է ամենացավալին։ Եվ դա է, որ հասարակությունը պղծում է։ Այս նախաբան, այս մեջբերումները կատարվեց, որպեսզի մենք քննենք եւ տեսնենք, թե Քրիստոսով մենք ինչպիսի ազատություն ենք ձեռք բերել։ Ամեն խելքից ու մտքից վեր ազատություն, եզակի ազատություն։ Դուք ազատության եք կանչված եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը եւ սահմանը դրված է։ Մարմնի ցանկություններին, այսինքն մեղքի պատճառ չլինի, այլ սիրով իրար ծառայություն արեք։ Ահա այստեղ է այս ազատության եզակի լինելը, յուրահատուկ լինելը։ Եվ ովքեր որ այս ազատությունը չունեն, իրենք կապանքների մեջ են։ Նրանք չեն կարող իրական քրիստոնյաներ կոչվել, որովհետև Քրիստոսի ազատությունը նրանք չունեն, բայց
ազատություն ինչից։ Այս հարցերն էլ պիտի քննենք։ Նախ եւ առաջ Մովսեսի օրենքից։ Մովսեսի օրենքից։ Բայց չէ որ Մովսեսին օրենքը Աստված տվեց։ Միթե Քրիստոս եկավ, որ մեզ դրանից ազատի։ Այո։ Կարդանք Գաղատացիս 2-րդ գլուխ 16-17 համարները։ Գիտենալով, հասկանալով, թե մարդ օրենքի գործերով չի կարող արդարանալ, հապա Հիսուս Քրիստոսի հավատքով, մենք էլ Քրիստոս Հիսուսին հավատացինք, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատքով եւ ոչ թե օրենքի գործերով, որտեղ օրենքի գործերով ոչ ոք չի կարող արդարանալ։ Ուրեմն ինչ, օրենքը մեզ մատնեց անկարելության, անհուսության մատնեց մեզ օրենքը, միթե լուծում չկա սրան, կա, եւ այդ լուծումը արդեն իրագործված է, Հռոմեացիս 7-րդ գլխում կարդանք 4-ից 6 համարները։ Ուստի դուք իմ եղբայրներս Քրիստոսի մարմնով օրենքին մեռաք, խաչի վրա սա կատարվեց, որպեսզի ուրիշ մեկինը լինեք, նրան, որ մեռելներից հարություն է առել, որպեսզի Աստծուն պտուղ բերեք։ Այլ կերպ ասած, սատանայից եւ նրա ճիրաններից ազատագրվեցինք, օրենքի դատապարտությունից մենք ազատագրվեցինք սերներ, եւ մեր պատկանելությունը Քրիստոսինն է։ Քանզի երբ մենք մարմնով էինք, մեղքերու կրքերը, որոնք օրենքով կլային, այլ կերպ ասած օրենքը մեջտեղ էր հանում մեր մեղանչական բնության ինչպիսի լինելը, մեր անդամների մեջ կներգործվեին, որպեսզի մենք մահվան պտուղ բերենք, որտեղ մարմնի գործերը ինչ են, Գաղատացիս 5-րդ գլուխ կարդացեք, մի ստվար հատված գրված է այդ մասին։ Բայց հիմա այն օրենքից արձակվեցինք, վասնզի մեռանք անոր, որով բռնված էինք, որպեսզի ծառայենք հոգու նորոգությունով եւ ոչ թե գրի հնությունով։ Քրիստոս մեզ ազատագրեց։ Օրենքը պահելը անկայլություն էր եւ օրենքը մահեր մեջտեղ բերում, հետեւապես մենք պիտի մեռնենք, Քրիստոս մեզ օրենքի դատապարտությունից, անեծքի, ծանրությունից ազատեց։ Փառք լինի իր մեծ անվանը։ Բայց ինչը պատճառ եղավ, որ օրենքը մարդուն սպանի, պատճառն ինչն է։ Մեղքը, հիմքը հանդիսանում է մեղքը։ Հռոմեացիս 8-ի առաջի 2 համարները։ Իսկ արդ դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր կերպով չեն վարվում, այլ կերպ ասած, միայն մարմնի վրա չէ նրանց կյանքը, քանզի Քրիստոս Հիսուսով կյանքի հոգու օրենքը, այլ կերպ ասած Հիսուսի մահվան եւ հարության օրենքը մեզ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Մեղք, որ մահվան է տանում։ Օրենք է, մեղավորը պիտի մեռնի, դատապարտություն կա։ Այս օրենքից Քրիստոս մեզ ազատեց իր մահվան եւ հարության օրենքով։ Եվ մենք հավատալով այդ ճշմարտությանը ազատագրվեցինք մեղքի դատապարտությունից։ Նաև Գաղատացիների մեջ 4 գլխում շատ հիանալի ձևով բացատրություն է տրված։ Գաղատացիս 4 գլուխ 4-ից 6 համարներն է ուրեմն։ Բայց երբ ժամանակը լեցվեց, Աստված իր որդուն ղրկեց, որ կնոջից եղավ ու օրենքի տակ մտավ, մեր փոխարեն։ Հիսուս պետք ուներ օրենք պահելու։ Ոչ։ Օրենքը տրվեց մեղավորների համար, Հիսուս մեղավոր չէր, մեզ համար, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկե եւ որպեսզի մենք որդեգրությունը ընդունենք։ Որտեւ դուք որդիներ եք, Աստված իր որդու հոգին, Սուրբ հոգին ձեր սրտերի մեջ ղրկեց, որ կաղաղակեք ինչ, Աբա հայր։ Ուստի այլ ծառա չես, հապա որդի, եւ եթե որդի, Աստծո ժառանգորդը Քրիստոսով։ Տեր Հիսուս մեզ մեղքի ստրկությունից ազատեց եւ այդ ազատվելու միջոցի մասին ինքը խոսել էր։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 31-36 համարները։ Այն ժամանակ
Հիսուս իրեն հավատացող հրեաներին ասավ. Եթե դուք իմ խոսքից մեջ մնաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք, եւ ճշմարտությունը պիտի գիտենաք, ու այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Որ ճշմարտությունը? Պիղատոսը հարցեց, ասավ. Ինչ է ճշմարտությունը։ Եվ չսպասեց, որ պատասխանը ստանա։ Այս պարագային ճշմարտությունը ոչ թե ինչ է, այլ ով է։ Ճշմարտությունը Քրիստոսն է։ Ինքը ասաց. Ես եմ ճանապարհ, ճշմարտությունը եւ կյանքը միակ։ Պատասխան տվին իրեն, ասելով. Մենք Աբրահամի սերունդ ենք ու երբեք մեկին չծառայեցինք։ Դու ինչպես կասես, թե ազատ պիտի լինենք։ Հիսուս պատասխան տվեց նրանց. Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով որ մեղք գործե, նա մեղքի ծառա է։ Եվ ծառան տան մեջ հավիտյան չի մնար, բայց որդին հավիտյան կմնա։ Ուստի, եթե որդին ձեզ ազատ անի, ճշմարտապես ազատ պիտի լինեք։ Ովքեր որ Քրիստոսին գալիս են, մեղքի դատապարտությունից ազատագրվում են, որտեղ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից սրբում է։ Իսկ ովքեր Քրիստոսին չեն եկել, այդ կապի մեջ են, մեղքի դատաստանի մեջ են, եւ սատանան գործածում է այդ հանգամանքը մարդկանց ստրկացրել այսօր։ Մարդիկ կարծում են, որ ազատ են, բայց մի մեծ բանտի մեջ են։ Այս երկիր մոլորակը այդ մեծ բանտն է, որի բանտապետը սատանան է, եւ բանտի բանալիները նրա ձեռքին են։ Որևէ մեկը նրա ձեռքից չի կարող այդ բանալիները վերցնել եւ բանտը բացել, այլ միայն Հիսուս Քրիստոս արավ այդ բանը։ Եվ նրանք, ովքեր որ հավատում են, այդ բանտից դուրս են գալիս։ Բայց թերևս մարդիկ մտածեն, ինչպես է այս երկիր մոլորակը բանտ։ Նայեք, մարդիկ ճանապարհորդում են, ուր ուզում են գնում են, որ կղզում ուզում են գնում են, հանգստանում են։ Ինչպես եք ասում, որ բանտ է։ Այո, մեղքով կապված մի մեծ բանտ է այս երկիր մոլորակը։ Եվ սատանան մահվան վախով ստրկացրել է, գործածում է մարդկանց, վախեցնում է, պիտի մեռնես։ Պիտի մեռնեմ, ուրեմն այս կյանքն է, սրանից հետո ոչինչ չկա, լավ ապրեմ, իմ ուզած ձևով ապրեմ, իմ մտքիս եւ սրտիս ցանկությունները կատարեմ։ Այս դեպքում թերևս հարցում տրվի, որ Աստծո այդ սուրբ, կատարյալ, բարի օրենքը մենք չպիտի պահենք, չէ՞ որ Աստված է տվել։ Պահենք թե չէ։ Հիսուս մեր փոխարեն օրենքը պահեց։ Եվ մենք օրենք պահելուց արդարացանք, բայց այդ օրենքը ինչպես, հենց այնպես մնաց։ Օրենքը նրանց համար է, ովքեր որ օրենքի տակ են։ Եվ Աստվածային օրենքը համայն մարդկության վրա է։ Եվ հրեաները, որպես այդ օրենքը ստացածներ, նրանք ահա 3500 տարի է Մովսեսից մինչև այսօր ճգնում են, որ այդ օրենքը պահեն։ Հիսուս ժամանակին այդ քանապետական կազմին, դպիրներ, փարիսեցիներ, բոլորին հանդիմանեց ասելով, որ դուք մարդկանց վրա այդ օրենքի ծանրությունը դրել եք, դուք էլ մատով չեք շարժում, դուք էլ չեք պահում այդ օրենքը։ Բայց այն հետին բաները, խոտեղենների 10-որդը, չամանի 10-րդ, այդպիսի բաներ եք անում, բայց արդարությունը, դատաստանը, ճշմարտությունը մի կողմ եք թողել։ Մենք օրենք չենք կարող պահել, եւ երկիր մոլորակի վրա ոչ մի անձնավորություն Աստծո սուրբ օրենքը չի կարող պահել, որովհետեւ մեղանչական բնությունը եւ Աստծո սուրբ օրենքը իրար հակադիր են։ Այդ դեպքում Աստված օրենքը ինչի համար տվեց, մեկ կարևոր նպատակի համար միայն, որպեսզի այդ օրենքը մեր մեղավոր լինելը ի հայտ հանի։ Քանի եթե օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ Որպեսզի մենք ճանաչելով, որ մեղավորներ ենք, Աստծուն աղաղակենք ասելով, որ Տեր Աստված, մեղավոր եմ, խնդրում եմ ինձ օգնի։
Եվ Աստված ցույց է տալիս խաչը։ 2000 տարի առաջ արդեն հոգացվել է դա։ Հիսուս Քրիստոսի արյունը միակ միջոցը, որ կարող է քո մեղքերդ սրբել։ Օրենքի վախճանը Քրիստոս է ամեն հավատացյալի արդարացվելու եւ փրկվելու համար։ Օրենքի վախճանը։ Այս վախճան բառը ոմանց շփոթեցնում է, եթե վախճանը ուրեմն օրենքը մեռավ։ Օրենքի հունարեն բառը թելոս իրագործումը Քրիստոս է։ Հիսուս ասաց, ես չեկա օրենքը ավրելու, այլ կատարելու։ Կատարեց մեզ համար, ովքեր որ հավատացին, այդ օրենքը համարվում է կատարված Աստծո առջև։ Եթե որդին մարդո ձեզ ազատ անի, ճշմարտապես ազատ պիտի լինեք։ Կողոսացիների թղթում գրված այս համարները շատ եմ սիրում։ Կողոսացիս առաջի գլուխ 12-13 համարը։ Գոհանալով Հոր Աստծուց, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մասնակից անելուն արժանացրեց, անարժանենք, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից, ազատագրեց եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց անցյալ կատարյալ, վերջ տեղի ունեցած է, ոչ թե նոր պիտի տեղի ունենա, այլ արդեն կատարված է սա։ Մեզ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց։ Սուրբ Հոգին Եսայի մարգարեին գրել տվեց, Եսայի 61-րդ գլուխն է կարդանք։ Տիրոջ հոգին իմ վրաս է, որովհետև Տերը ինձ օծեց ու ինձ ղրկեց, աղքատներին ավետիս տալու, կոտրած սիրտ ունեցողները բժշկելու, նոր սիրտ տալու, գերիներին ազատություն ու բանտարկյալների բանտի բացվիլը հրատարակելու։ Այդ որ բանտինն է։ LA County Jail-ին է։ Հա, որտեղին է։ Այս մեր ասած, որ ամբողջ երկիր մոլորակը մի մեծ բանտ է, այդ բանտի դուռը բացվելու բոլոր նրանց համար, ովքեր Քրիստոսի անձին են հավատում եւ նրան որպես Տեր եւ Փրկիչ են ընդունել։ Այս մարգարությունը իրականացավ Տեր Հիսուսի ժամանակ, Ղուկասու 4 գլուխն է 18-19 համարներն է գրած։ Հիսուս հենց այս տողերը կարդաց, երբ որ ինքը գնաց նրանց տաճարը եւ նրան առաջարկեցին Հիսուսին, որպեսզի կարդա այս տողերը, Տեր Հիսուս ավելացրեց 21 համարում. այսօր այս գրվածը կատարվեց եւ ձեր ակաժները լսեցին։ Այդ մարդիկ ասին, ինչպես թե։ Սա միայն Մեսիան կարող է իրագործել, դու քեզ Մեսիայի տեղ ես դրել։ Եվ ուզում են Տեր Հիսուսին քարկոծեն, ինչպես շատ պարագաներում այդպես ուզում էին նրա հետ վարվել։ Իրագործվեց։ Այս բանտի դռները բացվեցին։ Կոտրած սիրտ ունեցողները նոր սիրտ ստացան։ Ազատությունը սիրելներ ձրի չի տրվում։ Freedom is not free. Գին պիտի վճարվի։ Երբ որ մի երկիր ուզում են ազատագրել, պատերազմ է լինում, չէ՞։ Որքան մարդիկ են զոհվում, որքան արյուն է թափվում։ Արցախի պատերազմին նվիրյալ անձեր գնացին եւ իրենց կյանքը կորցրեցին։ Մոտավորապես 6000-ից մինչև 7000 ճշգրիտ թիվը հայտնի չէ, այդքան երիտասարդներ գնացին եւ իրենց կյանքը զոհեցին, որ ազատ եւ անկախ Արցախ լինի։ Բայց ցավոք սրտի այսօր շատ սափրագլուխներ իրենք են վայելում նրանց թափված արյան գինը։ Ազատությունը ձրի չի տրվում, գին է վճարվում։ Մեզ ազատելու համար Հիսուս ամենամեծագույն գինը վճարեց, իր կյանքը տվեց։ Այդ սուրբը, այդ արդարը միակ ինձ ու քեզ համար իր թանկագին արյունը թափեց։ Կողոսացիներին գրած նամակում գրված է, առաջի գլուխ 14 համար, մենք փրկություն ունենք, այսինքն ազատագրում, իր արյունով
Այսինքն մեղքի թողություն։ Երբ որ մեր մեղքերը թողվեցին, այդ ժամանակ այդ ազատագրումը եւ փրկությունը մենք ունեցանք։ Հիսուս փրկիչ ունեցողը ազատագրված է այդ դահճի բանտապետի ձեռքից։ Եվ այլևս մեղքը մեզ չի սպանում օրենքից պատվիրան առնելով։ Մահը, գերեզմանը, սրանց հարցը ինչ պիտի լինի։ Աստծո խոսքը հետևյալն է ասում. մահը հաղթության մեջ ընկղվեց, այսինքն սուզվեց, հատակը իջավ։ Այս ինչ հաղթություն էր, Քրիստոսի մեռելներից հարություն առնելը։ Դա էր հաղթությունը, դրա մեջ մնաց։ Կորինթացիներին գրված նամակում առաջի Կորինթացիս եւ 15-րդ գլուխ 55-57 համարներում է գրված. Ուր է ով մահ քո խայթոցդ, ուր է ով գերեզման քո հաղթությունդ։ Մահվան խայթոցը մեղքն է, այսինքն մեղքն է պատճառ լինում մահվան։ Ու մեղքի ուժը օրենքն է մեղքը մեջտեղ անում։ Բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն կտա Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, իրեն եւ Սուրբ Երրորդությանը փառք լինի այսօր եւ հավիտյանս հավիտենից։ Մեղքի անեծքից երբ որ մեկը ազատագրվում է, ի հաջորդիվ գալիս են մնացած բաները։ Մեղքից ազատագրվեցիր, մահվանից ես ազատագրվում, գերեզմանից ես ազատագրվում, ինչպես թե, էսի չեք ասում, ուրեմն դուք չեք մեռնելու, հա, տրամաբանական է, չէ, որ այս հարցը տան, մահը մեր վրա իշխանություն չունի, ոչ էլ գերեզմանը, ախ, եթե մարդիկ հասկանան, ինչ է նշանակում, մահ, այդպես չեն խոսում, մահը նշանակում է, այս մարմինը վերարկուի նման քո վրայիցդ հանես, դա է մահը, որտև այն ինչ որ գերեզման է գնում, քո մարմինդ է, դու չես, քո անձդ եւ հոգի դուրս է գալիս այդ վարքյանին, որ սիրտդ բաբախելուց դադարեց, հոգիդ եւ անձդ մարմնից դուրս են գալիս։ Մեր աչքերով չենք կարող դա տեսնել, դա անտեսանելի է, հոգեղեն աշխարհին է պատկանում, բայց մենք հավատում ենք ըստ Աստծո խոսքի ճշմարտության միակ աղբյուրին։ Ուրեմն մահը եւ գերեզմանը մեր վրա իշխանություն չունեն։ Եվս մեկ ազատագրություն առաջի Թեսաղոնիկեցիս 1:10 սպասելով Տեր Հիսուսի երկնքից հայտնվելուն, որ ազատեց մեզ գալիք բարկությունից։ Սա ինչ է? Դատաստանից։ Ի հաջորդիվ գալիս են իրար ետևից։ Մենք դատաստանից ազատագրված ենք։ Բայց նրանք, ովքեր Քրիստոսը չունեն, պիտի դատաստանի կանգնեն, երկրորդ մահը պիտի ունենան, որից հետո պիտի գնան ծծումբով այրված կրակի լիճը, սարսափելի տեղ հավիտյանս հավիտենից։ Պողոս առաքյալը գաղատացիներին զգուշացում է անում, եւ դա 5-րդ գլխի առաջի համարն էր, որ ասաց հետեւյալը. Ամուր կեցեք այն ազատությունով, որով Քրիստոս ձեզ ազատեց, նորից ծառայության լծի տակ մի մտեք։ Այլ կերպ ասած, այն հրյամիտ մարդիկ, որ եկել են եւ ձեզ օրենք են պարտադրում, չմտնեք դրա տակ։ Ասում են պիտի թլպատվեք, Մովսեսի օրենքը պիտի պահեք, շաբաթը սուրբ պիտի պահեք։ Մենք շաբաթը սուրբ պահենք, թե չէ։ Նախ եւ առաջ մեզ համար բոլոր օրերը սուրբ են։ Կիրակին յուրահատուկ օր է, Քրիստոսի հարության օրն է, եւ երբեք շաբաթը կիրակի չի դարձած։ Շաբաթը նորից իր տեղում է մնում։ Նրանք, ովքեր օրենքի տակ են, պարտավորված են շաբաթը սուրբ պահելու, բայց դա մեր վրա իշխանություն չունի, եւ Հիսուս իր բժշկությունները շաբաթօրներ անում, գիտեին ասում են, շաբաթը սուրբ չի պահում, եւ Հիսուս նրանց հանդիմանում էր, անմիտ, քո անասունդ, որ ընկնի փոսի մեջ, շաբաթօրը չես անի, կհանես չէ, բայց դա գործ է համարվում, ուրեմն կեղծավորներ են, շաբաթը որևէ մեկը սուրբ չի կարող պահել, մեկ անգամ խախտեցիր, խախտացես մշտապես։ Բայց օրենքը իր գործ արեց, օրենքը շատ կարևոր գործ արեց։
Ահա 3-րդ գլուխ 24 համարում հետևյալն է ասում. օրենքը մեր դաստիարակը եղավ, Գաղատացիներին գրված նամակն է, մեզ Քրիստոսին բերելու, որպիսի հավատքով արդանանք։ Եվ 5:4 ասում է. խափանված եք Քրիստոսից եւ շնորհքից ընկած, եթե նորից ուզում եք օրենքի գործերով արդանանք։ Այս դեպքում թերևս շատ տեղին եւ տրամաբանական հարցում կարող է առաջանալ։ Մենք օրենք պայլուց ազատագրվեցինք։ Մենք անօրեն եղանք, մենք օրենք չունենք, հա? Ինչով ենք մենք առաջնորդվում։ Ոչ թե թղթի գրվածի հնությունով, այլ հոգիով, եւ դա ինչ է։ Մեր վրա սկսեց գործել Քրիստոսի ազատությունը, սիրո օրենքը։ Հիսուս ասաց. եթե ինձ սիրում եք, իմ պատվիրաններս պահեցեք եւ դրանք ծանր բան չեն։ Ամբողջ օրենքը ամփոփվում է հետեւյալի մեջ։ Հռոմեացիս 13-րդ գլուխ 8-ից 10 համարները։ Կարդանք։ Բնավ մեկին պարտական մի գտնվեք, միայն մեկս մեկ սիրելու, վասնզի ով որ իր ընկերոջը կսիրի, օրենքը կկատարե։ Վասնզի այն մի շնանար, մի սպաներ, մի գողանար, սուտ վկայություն մի աներ, մի ցանկար եւ ուրիշ ինչ պատվեր որ կա, բոլոր այս խոսքի մեջ է բովանդակվում։ Քո ընկերը սիրես քո անձիդ պես։ Երբ որ այդպես վարվես, այս նշվածները չես կատարի։ Սեր ընկերին գեշություն չի անում։ Ուրեմն օրենքի լրումը ի՞նչն է։ Սերը աստվածային սերն է։ Քրիստոս մեզ ինչից ազատագրեց եւ ինչ իշխանության տակ բերեց։ Դա Քրիստոսի սիրո օրենքն է, որ մենք պարտավոր ենք կատարելու։ Տեր Հիսուս ասաց. իմ մեջս մնացեք։ Ինչպես իմ խոսքից մեջ մնացեք, Սուրբ Հոգու մեջ մնացեք եւ ես էլ ձեր մեջ։ Աշխարհը ինչպես պիտի ճանաչի, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք։ Միայն այն դեպքում, երբ որ տեսնեն, որ միմյանց վրա սեր ունենք, աստվածային այդ սեր ունենք։ Տեր Հիսուս իր շնորհքով նաև մեզ ազատեց, սա էլ կարևոր է, մարդահնար ավանդություններից։ Ինքը հանդիմանեց այդ փարիսեացիական կազմին, Մատթեոս 16-րդ գլուխն է սա, Մատթեոս 15-րդ գլուխ ներողություն, 6 համարի 2-րդ կեսից մինչև 9։ Այսպես ձեր ավանդության պատճառով Աստծո պատվիրանքը խափանացեք։ Կեղծավորներ, աղեք մարգարեություն արավ ձեր վրա Եսայի եւ ասավ. այս ժողովուրդը միայն շրթունքներով էին սպատվում, բայց իրենց սիրտը հեռացած զատված է ինձանից, ու պարապ տեղը զիս կպաշտեն մարդկանց պատվիրած բաներ իբրև վարդապետություն սովորացնելով։ Այսօր էլ շատ մարդահնար ավանդություններ կան, շատ պատվիրաններ կան տրված մարդկանց, որ շինության փոխարեն շատ ավելի վատը մարդկանց հավատքն է կործանում։ Որքան ավանդություններ կան, որքան այդպիսի պատվիրաններ կան, որոնք Սուրբ գրքից դուրս են։ Սուրբ գիրքը Աստված ճանաչության, Աստված պաշտության միակ ճշմարիտ աղբյուրն է։ Սուրբ գրքում որտեղ կա գրված ձեռքի թել պիտի կապես, կամ օրտնված այսինչ բանը կամ այնինչ բանը, որ մարդիկ իրանց ձեռքից փախցնում են, խաչամփույր, մոմ վառել, Սուրբ գրքում միտեղ ցույց տվեք։ Պողոս առաքյալը կամ մյուս առաքյալներ միտեղ այդպիսի պատվիրան տային, չկա, սա մարդահնար է, մարդկանց պարտադրված է եւ քանի որ դարերով այդպես եկել է, մարդիկ էլ հաճախ ավանդապաշտ են դարձել, դե ասում են մենք էլ անենք։ Տեր Հիսուս Մարկոս 7-րդ գլխում էլ հետեւյալը ասաց, մեր կարդացածից մի քիչ ավելի տարբեր է, 6-ից 9 համարները։ Այս ժողովուրդը միայն շրթունքներով է զիս
պատվում, բայց իրենց սիրտը հեռացած ու զատված է, ու պարապտեղը զիս կպաշտեն մարդկաց պատվիրած բաները իբրև վարդապետություն սովորեցնելով։ Վասնզի Աստծո պատվիրանքը թողնելով մարդկանց ավանդությունը կբռնեն, ինչպես փարչերի, գավաթների մաքրություն եւ ասոնց նման շատ ուրիշ բաներ։ Ուսավանող անոնց, աղեք կանարգեք Աստծո պատվիրանքը, որպեսզի ձեր ավանդությունները պահեք։ Ինչ որ Սուրբ գրքի մեջ գրված չէ, մերժում ենք։ Սուրբ գիրքն է հավատացյալի ուղեցույցը, մնացած բաները մարդահնար են։ Պակ են սահմանել, սննդակարգ են դրել։ Եվ մեկ այդ սննդակարգը հանկարծ խախտեց, մեծ խնդրի մեջ ընկավ։ Պահքը ավրեցիր։ Կա այդպիսի հասկացողություն պահք։ Ոչ, Սուրբ գրքի մեջ գրված է ծոմ եւ այն ենթադրում է, որ որևէ բան չպիտի ուտես։ Այն ինչ որ Սուրբ գրքից դուրս է, կրոն է։ Բայց մենք առաջնորդվում ենք հոգիով։ Բա մեր հավատքի հայրերը կարևոր չէ։ Հավատքի հայրերը չեն կարող սխալվել։ Սուրբ գրքով եթե հաստատվի, ընդունենք, անշուշտ ընդունենք։ Սուրբ գրքից դուրս է, մերժում ենք։ Պողոսայի եկեղեցում խնդիր էր ծագել, կարդանք Կողոսացիներին գրված նամակի 2-րդ գլուխ 20-ից 23 համարներն է։ Եթե դուք Քրիստոսի հետ այս աշխարհի սկզբունքներին մեռաք, այլ ինչի համար աշխարհի մեջ կենդանի եղողների պես այսպիսի կանոնների եք հնազանդում, ասելով. մի մոտենար, համը մի առներ, մի դպչիր, որոնք ապականված են գործածությամբ, մարդկանց պատվիրանքների եւ սովորացածների համատ, որոնք իմաստության կերպարանք ունեն, ինքնական կրոնքով եւ խոնարհությունով եւ մարմնին չխնայելով, բայց ոչ թե պատվի արժանի են, հապա մարմինը հագեցնելու կծառայեն։ Այս կեր, այս մի կեր։ Հին ուխտում գրված է, խոզի միշտ չուտես։ Եթե ուտես, ինչ կեղնի։ Աստծո խոսքը ասում է, սպանդանոցում ինչ որ ծախվում է, առ եւ կեր առանց խճմտանք անելու։ Բայց եթե այդ խոզի միսը քո առողջությանդ վնասակար է, մի կեր, սակայն դա աստվածպաշտություն մի դարձրու, իբրև թե Աստծո համար մի բան ես անում։ Որևէ բան իշխանություն չունի քո վրա։ Ներս գնացած բաները մարդուն չեն պղծում, պղծում են դուրս եկածը, մարդու սրտից եղածը։ Գինու բաժակին մոտեցար, մեղ գործեցիր։ Այս սկզբունքով։ Տեր Հիսուս Կանայի հարսանիքում ջուրի գինի դարձրեց։ Խմել, հարբել հասկացողությունը շատ տարբեր մի բաներ են։ Այո, մեկը որ հարբում է եւ այլևս իր լեզուն չի շարժվում կամ սխալ բաներ է խոսում եւ հավասարակշռությունն է կորցնում, դատապարտելի է, անշուշտ։ Բայց մեկը քո ազատությանդ վրա չի կարող իշխել։ Հաղորդության սեղանին մոտենում ենք, գինի ենք վերցնում խմելու։ Ոմանք ասում են, որտեղ որ գինի են նշված, անպայման խաղողի հյութ պիտի հասկանանք։ Այդպես, ուրեմն Հիսուս Կանայի հարսանիքին ջուրը խաղողի հյութ դարձրեց։ Ինքը իր աշակերտներին վերջին ընթրիքի ժամանակ, երբ որ տվեց խմելու, խաղողի հյութ էր թե գինի էր։ Պողոս առաքյալը, երբ որ Տիմոթեոսին ասում է, մի փոքր էլ գինի գործածի ստամոքսիտ հաճախակի հիվանդությունների համար, որոգայթ էր լարում երիտասարդ Տիմոթեոսի համար։ Ոչ։ Որը մեկը թող իշխանություն քո վրա չբանեցնի, քո ազատությունդ սահմանափակելու։ Սակայն լավ իմացիր Աստծո խոսքով, միջև որտեղ է քո ազատությանդ սահմանը։ Պողոս առաքյալը ասում է, եթե իմ միս չուտելովս, կամ եթե միս ուտեմ, ու իմ եղբայրս պիտի գայթակղվի, հավիտյան չեմ ուտի այդ միսը։
Եթե այդ գինու բաժակին պիտի մոտենաս, եղբայրդ կամ քու շրջապատող եղող մարդիկ պիտի գայթակղվեն, հավիտյան մի խմի, որպեսզի ուրիշին գայթակղության պատճառ չլինես։ Պետրոս առաքյալը շատ կարևոր մի բացահայտում է անում, ասելով եւ զգուշացնելով։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 16 համար։ Ազատների պես լինելով եւ ոչ թե ձեր ազատությունը չարության, այլ կերպ ասած, մեղքի ծածկոցի պես գործածելով։ Ասես ազատ եմ եւ այդ ազատության ծածկոցը վերցնես, տակից ինչ մեղք ասես գործես։ Այլ Աստծո ծառաների պես, այլ կերպ ասած, զգուշացում կա, Աստծո առջև հաշվետու ես, զգուշացիր։ Հավատացյալը սիրելիներ պիտի վայելի Քրիստոսի մեջ ունեցած իր ազատությունը։ Նաև Աստվածպաշտության մեջ այդ ազատությունը պիտի վայելի, սակայն սահմանը պիտի ճանաչի։ Ծայրահեղությունները միշտ վնասակար են։ Եվ ինչպես տեսնում ենք, երկու կարգի ծայրահեղություններ կան դրսևորված։ Առաջինը ամեն հնարավոր ճնշումներ հավատացյալի վրա, մարդահնար 70 կետերից բաղկացած, այս կարող ես անել, այս չպիտի անես, եթե ոսկե զարդ կրեցիր, մեղք գործեցիր, կհավաքվեն քեզ դատապարտություն կանեն, չի գրված, որ ոսկիների շարքերով քո զարդանք, այո, ոսկիների շարքերով, եթե մեկը այդ ամենը ցուցադրության համար է անում, որպեսզի երևնա ուշադրության կենտրոնում գտնվի, դա շուշտ որ սխալ է, մեղք է, ուրիշին շեղում է, գայթակղում է։ Կամ որոշում են, եւ սա հիմնականում գիտեք կանանց են ճնշում, որոշում են ինչ հագնի կինը, ինչ չհագնի, անգամ կարգադրություններ նրանց զարդարանքի վերաբերյալ ստիպում են, որ անխնամ դեմքով մնան եւ մարմնի բաներ կան, որոնց մասին անգամ ամոթ է խոսել, բայց մարդկային որոշված օրենքներ է, որով հավատացյալներին ճնշում են։ Զսպանակը գիտեք, չէ՞, պրուժինա, զսպանակը սեղմում, հանկարծ գալիս է մի տեղ է հասնում, որ այլևս սեղմվելու տեղ չկա, պրկված վիճակի մեջ է, լարված է, անպայման դուս պիտի թռնի։ Այդպես էլ եղավ, նոր հարանվանություն մեջտեղ եկավ, Միացյալ Նահանգներում մոտավորապես մի 50-60 տարի առաջ, ուրիշ երկրներում ավելի նորաթուխ է այդ հարանվանությունը, մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության անցան, ինչ որ նրանք կրել էին զրկանքներ, որոշեցին դրանց փոխարենը այդ հատուցումը ստանան եւ չափից դուրս ազատություն ստացան, այն աշճանի, որ անգամ աշխարհիկ կերպարանք սկսվեց հագնել այդ ազատությունը։ Օրինակ, դրանք նաեւ ներթափանցվեցին իրենց պաշտամունքների մեջ, աղմկոտ պաշտամունքներ, բեմի վրա թռչկոտալ, պարել, ինչը դիսկոտեկա եք եկել, աշխարհիկ երաժշտություն, heavy metal, rap music, ռաբիս երաժշտություն, մուղամներ, նաև հնդկական մուղամներ, եւ սրան հարմարացված հոգևոր բառերով երգեր, որոնց տակ անգամ անհավատներն էլ շատ սիրով կպարեն։ Բեմի վրա պանտամիմա, սև զգեստներ հագած, action, արհեստական խանդավառություն, entertainment, Սուրբ Հոգու ուրախությունը մարմնական շարժումներով չէ։ Գրված է Հիսուս հոգով ուրախացավ, թռչկոտաց, որտեղ է հոգու ուրախությունը։ Մենք ունենք հոգու ուրախությունը, անշուշտ որ ունենք, դա Աստծո խոսքի մեջ է, դա ճշմարտության մեջ է այդ ուրախությունը։ Իսկ երբ որ բեմի վրա խոսափողը տրվում է կնոջ ձեռքը, բեմը վարելու համար, թող ու փախի։
Անպայման կհարմարեցնի, որ իր կյանքը պատմի, ատենաբանություն անի, քարոզի, հրամաններ արձակի, հալելույաներ երբ ասեն։ Ուրեմն երկու ծայրահեղություն եք տեսնում, երկուսն էլ սխալ են, եւ սա դատել չէ, ճշմարտությունը վեր հանել է։ Աստծո ներկայությունը պիտի լինի լրջությամբ, seriousness։ Սա չի նշանակում, երբ որ մենք այստեղ ենք գալիս հավաքվում ենք, քարի նման պիտի նստենք, գլուխը անգամ չշարժես, այդպես չի։ Բայց մենք պիտի գիտակցենք, մենք որտեղ ենք եկել։ Մենք եկել ենք Աստծո ներկայության մեջ։ Հետևաբար լուրջ տեղ ենք եկել։ Այո, Աստված սիրող հայր է, բայց մենք շփացած զավակներ չպիտի լինենք։ Հետևաբար ամեն բան պատշաճությամբ, պատշաճ հագնվածք, պատշաճ վարվեցողություն, պարկեշտություն եւ պատկարանք Աստծո ներկայության մեջ ենք։ Երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ 17 համարում գրված է. որտեղ Տիրոջ հոգին կա, այնտեղ կա ինչ ազատություն, բայց ոչ խառնաշփոթություն։ Այդ ազատության սահմանը մենք շատ լավ իմանանք։ Եբրայեցիներին գրված նամակում Հիբրու 12-րդ գլխում կարդանք 28-29 համարները։ Ուստի անշարժ թագավորություն առած լինելով ամուր բռնենք այն շնորհքը եւ Աստված պաշտենք ինչպես հաճելի կերպով ակնածությամբ եւ բարեպաշտությամբ եւ երկյուղ ունենանք, որովհետեւ մեր Աստվածը մաշող կրակ է։ Այո, մենք որդի ենք, բայց չպիտի շփանանք, մենք սահմանները պիտի ճանաչենք։ Իրապես մենք կանչված ենք սերներ քրիստոնեական ազատությունը ոչ միայն գործածելու, այլ վայելելու։ Բայց պիտի հասկանանք սահմանը միջև որտեղ է։ Հոգու մեջ մնանք, Հիսուսի մեջ մնանք եւ կտեսնենք, որ այդ ազատությունը մենք կվայելենք։ Պայմանը մեկն է դրված. մարմնի ցանկություններին մեղքի պատճառ չլինի այդ ազատությունը։ Պողոս առաքյալը Փիլիպեցիներին հետևյալն է գրում, Փիլիպեցիս 4 գլուխ եւ 8 համարն է սա։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով է, եւ ինչ որ արդարությունով է, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ առաքինություն եւ գոհություն որ կա, սրանց մասին խորենք, լավ հասկանանք, հետո էլ գործադրության մեջ դնենք։ Ուրեմն քրիստոնեական ազատությունը յունիկ, յուրահատուկ ազատություն է։ Մենք նշեցինք, թե Քրիստոս մեզ ինչերից ազատեց, եւ մենք պետք չէ որ ծառայության լծի տակ, օրենքի տակ նորից մտնենք օրենքը պահելու համար, բայց եւ նաեւ Քրիստոսի օրենքը մեր վրա պիտի իշխի, դա է սիրո օրենքը, եւ մենք ճանաչենք մեր ազատության չափը, այդ ժամանակ Աստված կփառավորվի, ինչ էլ որ մենք անենք, լինի պաշտամունքի մեջ եւ թե մեր առօրյա կյանքի մեջ։ Տերը թող մեզ իմաստություն տա այս բանի մեջ։ Վերջավորությամբ հարցում կա մեկը, որ Քրիստոսով այս սքանչելի հիանալի ազատությունը չունի։ Եթե այդպիսի մեկը կա, Աստված նրան հրավիրում է ապաշխարության։ Եթե չապաշխար ես, քո վրա կախված է աստվածային օրենքը, որը վեր է հանում քո մեջ եղած մեղքը, եւ ցույց է տալի կատարածը մեղքերը, եւ դրանք դատապարտում է մահվան, եւ հետո պիտի գնաս դատաստանի, որից հետո դժոխքը եւ ծծումբի լիճը քեզ է սպասում, վստահ ենք ասում, բայց քեզ սիրելով եւ մանավանդ որ Աստված է քեզ սիրում, ասում ենք, որ սիրելիս ապաշխարի, Տեր Հիսուսին արի, խոստովանի, որ մեղավոր ես եւ քո փրկությունդ գտի եւ Հիսուս քեզ պիտի ազատագրի օրենքի դատապարտությունից, մեղքից, դժոխքից, դատաստանից, գերեզմանից, ամեն դատապարտությունից պիտի ազատվես եւ քրիստոնեական ազատություն այդ
յուրահատուկ ազատությունը պիտի վայելես կյանքիդ մեջ։ Տերը թող այս պայն քեզ մղի, որպեսզի այդ բան անես եւ ապաշխարես Տիրոջ առջև։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ։ Ամեն։